Սիրելի երկորյակների, տեսնենք ձեզ ինչ է սպասվում, ովքեր ծնվել են երկորյակ համաստեղության ներքո ամբողջ փետրվար ամիս 2026 թվականին։ Եվ այսպես, սիրելի երկորյակներ, բավականին զբաղված կարող եք լինել, եթե ինչ-որ բան կանգեր առել ձեր մոտ, հնարավոր շատերը էմիգրացիա, տեղափոխվեն, սամալյոտի հետ կապ ունի։ Եթե նորություններ եք սպասում, իր տեղից կշարժվի, կանգեր առել, արագ փոփոխություններ կլինեն, անընդհատ վազքերի մեջ կլինեք, իսկ որոշ մարդկանց մոտ լավ նկարել այս տարի փետրվար ամսին, ձեզ մոտ լավը կլինի վատ նկարել, իրադարձությունները կանգ կարող է առնել եւ այլ։ Բայց ամենայն դեպս վատ քարտեր չի, շատերի մոտ տեղափոխություն կարող է լինել, այստեղից այնտեղ ճամփորդություններ եւ այլը։ Սիրո հետ հարցում սպասումները ձեր չեն արդարանա, կամաց սառնություն սիրո մեջ, այնպեսի տպավորություն կլինի, կարծես ձեզ չեն գնահատում, ամեն ինչ գնում է դեպի մահ հարաբերություններում, այսինքն սառելու։ Ինչ վերաբերվում է ուրեմն ձեր գործնականում լավ նոր հեռանկարներ կարող են բացվել ձեզ մոտ, տեսնում եք եւ դուք կմտածեք այդ մասին, կյանքի հաճույքները վայելելու, մի փոքր ճիշտ հանգստանալու եւ այլն։ Այնպես որ եթե աշխատանքել եք փնտրում, բավականին շատ հաջող դռները բաց է ձեզ մոտ, կարող է ստացվել, դուք կստանաք այն, ինչ ցանկանում եք, բայց որոշ մարդկանց մոտ ֆինանսների հարցում շատ զբաղվածություն կարող է լինել, իսկ որոշ մարդկանց մոտ հնարավոր է փակուղի արգելափակում, ու դուք չեք հասկանա, թե ինչն է պատճառը։ Եթե աշխատանք եք փնտրում, շատերի մոտ նաև շատ զբաղվածություն, դուք ամեն մարդու հետ բաց չեք լինի, Այստեղ հնարավոր է ձեր քարտերին ուշադրություն դարձրեք, մաշին չստված չլինի, որովհետև կարող է ինչ-որ բան արգելափակվի։ Ամեն ինչ թողնեք ձեր հետևում, դուրս գալով որոշ մարդիկ արգելափակումից եւ նոր ճանապարհներ կբացվեն ձեր առաջ, ֆինանսներ աշխատելու միգուցե այլ երկրում, այլ բավականին գլոբալ մասշտաբային մարդկանց հետ։ Առողջության հետ կապված դա տաքության հետ կապ ունի, զգույշ եղեք, չմրսացնեք ձեզ, տաք հագնվեք։ Ինչ վերաբերվում է արդյունքում, կարող է հանդիպել ձեր նոր սիրուն, ձեր ճանապարհին արդյունքում, կարող եք կանգնել ընտրության առաջ, նոր տղամարդիկ կհանդիպեն այլ, ուրեմն կնոջ իրենց ճանապարհին, կգայթակղվեն։ Հաջորդը դառնում է խորհուրդ որպես ձեզ, դա